Եթե չեմ սխալվում, արդեն շուրջ 2-3 տարի այսպես շրջանառության մեջ են, բայց դեռևս այսպես առարկայական քայլեր այս առումով չունենք, այնիշ մենք ունենք երկու միջազգային գործընկերներ, ովքեր արդեն ունեն հյուպատոսարան, այս առումով Եվրոպական միություն գնալու հետ կապված բազմաթիվ ռեֆորմներ ունենք մենք որպես տնային աշխատանք կատարելու, որպեսզի կարողանանք մեկ քայլ էլ մոտ գնանք ԵՄ-ին, այս առումով Եվրոպան մեր համար խնդիրներ չի առաջացնում, ոչ ինտենսիվացնում է հարաբերությունները, ոչ չի ինտենսիվացնում եւ թերևս ամենալավ բանաձևը սրա այն էր, որ երկրի վարչապետը ասաց, մենք կարող ենք Եվրոպային մոտ գնալ այնքան, որքան ԵՄ-ն դա մեզ թույլ կտա։ Եվ հասկանալի է, չէ, որ մենք տարբեր ոլորտային ռեֆորմներ մինչև չանենք, մենք չենք կարող ԵՄ-ին ավելի մոտ գնալ։ Դրանցից է օրինակ առողջապահության ապահովագրման համապարփակ համակարգը։ Երբ որ մենք սա խոսենք, երբ որ մենք կարողանանք 1-2 քայլ այս առումով անենք, մենք կկարողանանք առաջ գնալ։ Կենսաչափական անձնագրերի հետ կապված ռեֆորմները, այսինքն մեզ պետք չի մեղադրել այս կամ այն ռեֆորմը չանելու համար։ Մեզ գուցե կարելի է մեղադրել այս կամ այն ռեֆորմը դանդաղ անելու համար, որի արդյունքը պետք է լինի ԵՄ հասնելը։